Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսել մի խնդրի մասին, որը քաղաքական չէ, բայց շատ կարևոր։ Ուզում եմ խոսել Հայաստանի Հանրապետությունում բեռնափոխադրումներ իրականացնողների շահերի մասին։ Տեսեք, բեռնափոխադրումներ իրականացնողները, որոնք հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից են ներկրում Հայաստան կամ արտահանում բեռներ, հայտնվել են շատ փակուղային վիճակում։ Պատճառները բազմաթիվ են, բայց ես կարող եմ նշել դրանցից մի քանիսը։ Օրինակ, Իրանի տարածք արգելվում է մուտք գործել լիքը բենզոբակով, եթե բենզոբակում առկա է վառելիք, ապա այդ վառելիքի քանակի համար վճարվում է տուգանք։ Չգիտես ինչու, Իրանում մեր բոլոր բեռնատարներին ստիպում են, որ լիցքավորեն դիզվառելիքը Իրանից եւ բարձր գներով։ Իրանից դուրս գալիս on-line գրանցում են հերթում, տեղ վերցնում, բայց այդ on-line համակարգը չի գործում, մեր հայկական մեքենաները օրերով, անգամ մինչև 15 օր մնում են այդտեղ, հսկայական ծախսեր են անում, բայց իրանական մեքենաները նույն օրը կարող են մտնել, դուրս գալ առանց հերթի եւ այլն, ինչը լուրջ մրցակցային խնդիրներ է առաջացնում մեր համար։ Տարբեր տեսակի վճարումներ են պահանջվում եւ մեկ վարորդից մոտավոր հաշվարկով գանձվում է ավել 80-ից 100,000 դրամ անհասկանալի պատճառներով ինչ-որ գանձումներ են պահանջում, ինչ-որ միտեղ կանգնելու, ինչ-որ միտեղից դուրս գալու, ինչ-որ չգիտեմ ժինջելի վարձ կա, այդ ինչ վարձա ոչ մեկ չի հասկանում եւ մոտ մի 100,000 ամեն վարորդ հենց տենց վճարումներ է իրականացնում։ Իրանական մեքենաները դիզվառելիք են բերում իրենց հետ, անհրաժեշտից ավել գրեթե կրկնակի, ասենք իրենց պետք է գան Երևան եւ գնան 1 տոննա վառելիք է պետք, իրենք բերում են 1.5-2 տոննա վառելիք եւ այն մյուսը ըստ մեր ստացած տեղեկությունների վաճառում են։ Իսկ մեր մեքենաները մտնում են Իրան, իրենցից պահանջում են, որ դատարկ մտնեն եւ լիցքավորեն այնտեղից ու շատ բարձր գներով։ Իրանական մեքենաները լիցքավորվում են լիտրը 10-12 դրամով, իսկ մենք արդեն պարզա, մոտորապես $1 եւ ավել գումարով են լիցքավորում մեր դիզվառելիքը։ Այսինքն ստեղծվել են պայմաններ, որոնք ստիպում են մեր տնտեսվարողներին, բեռնափոխադրումներ իրականացնողներին հրաժարվել այս բիզնեսից եւ ըստ իմ տեղեկությունների արդեն մոտ 1000 մեքենա միայն Նորդուզի շրջանում գնվել է հայերից եւ դրանք հայկական մեքենաներ են, դեր համարները, բայց վարում են պարսկական ընկերություններ են։ Այսինքն այս բիզնեսը, որը վերաբերում է հազարավոր քաղաքացիների, արդեն անկում է ապրում եւ հազարավոր քաղաքացիներ մնացել են անգործ։ Ես առաջարկում Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ ուսումնասիրություններ անել այս ուղղությամբ եւ միջոցներ ձեռնարկել եւ միջոցների մեջ առաջարկում են փոխադարձության սկզբունք կիրառել, որը ընդունելի է միջպետական հարաբերություններում, ինչպես մեր քաղաքացիների, մեր տնտեսվարողների նկատմամբ են իրականացնում վարչարություն այդ երկրում, կներեք եւս 20 վայրկյան։ Նույն վարչարությունը մենք իրականացնենք։ Արգել ենք ավել դիզվառելիքի ներմուծում Հայաստան, նույն արտոնությունը տանք մեր մեքենաներին հերթի մեջ եւ այլն։ Միայն այս դեպքում կարող ենք մրցակցություն ապահովել։ Հա, մոռացա, նրանք գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցներով երթևեկում են Հայաստանում, վարչական ակտերը գրվում են, բայց երբևէ չեն գանձվում, մեխանիզմը չկա։ Ինչու չեն գանձվում։ Եթե մենք տեսահասկման համակարգերի համար կարող ենք գանձենք արտասահմանյան քաղաքացիներից, ապա շատ հեշտությամբ նույն համակարգը կարան կիրառենք նաև այս դեպքում։ Այսինքն իրենք բեռներն են շատ բերում, անցկացնում, իսկ մեր վարորդները չեն կարող։ Շնորհակալություն։